Ուրեմն դուք որպես պայմանագրային ծառայության գրավչության բարձրացման ուղղված ծրագիր ներկայացրել եք պաշտպան հայրենացը եւ նաեւ ներկայացրել եք թվերը, թե ըստ էության մեկնարկից ի վեր, եթե ճիշտ եմ հասկանում, այսինքն 22 թվականին, երբ որ ընդունվեց այդ օրենքը, դրանից հետո 4200, շուրջ 4200 զինծառայող, 4225 զինծառայողի ներգրավության մասին եք խոսել։ Բնականաբար այս տեսանկյունից դուք ներկայացրել եք այն թվերը, որը ըստ ձեզ կամ ըստ կառավարության հնարավորություն է տալիս գնալու այս փոփոխությունները, այսինքն 6-ամսյա ժամկետի կրճատման։ Այս տեսանկյունից, եթե դուք ներկայացնում եք այդ թիվը, որպես այսպես կոչված դրական բալանս, ես կարծում եմ նաև այստեղ մի քանի այլ թվեր պետք է ներկայացնեք, որպեսզի պայմանական 22-25 ժամանակահատվածի համատեքստում երևա այսպես կոչված դրական բալանսը։ Մասնավորապես 22-ից 25 թվականների ընթացքում առհասարակ պայմանագրային ծառայության համակարգում պաշտպան հայրենացը մի կողմ դրած, որքան մարդ է օրինակ պայմանականորեն լուծել պայմանագիրը կամ չի երկարաձգել պայմանագիրը, կամ այս տեսանկյունից մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում որքան է կազմում համալրվածության աստիճանը։ Ինչ եմ ես ասում, ես մեկ այլ պայմաններում միգուցե սա չակնկալեի ձեզանից, եթե դուք օրինակ չներկայացնեք այդ 4200 թիվը, որովհետև այս ընթացքում ես ինքս հետևել եմ այս ծրագրին, դա որպես կանոն փոխանցվել է գաղտնի բաժնի միջոցով, այսինքն հրապարակային թիվ չի եղել, բայց եթե եկել այն պահը, որ դուք անհրաժեշտ եք համարել այդ թվի հրապարակումը, ապա այս տեսանկյունից լավ կլիներ մնացած մյուս թվերը հրապարակվեր, որպեսզի հասարակությունը կարողանար այդ ընդհանուր համատեքստում գնահատել, թե դրական բացական համատեքստը որն է եղել։ Մեծ առումով նաև զորակոչի հետ կապված թվերը չի հրապարակվում, ռազմական գաղտնիք է համարվում, չգիտեմ, եթե նույնիսկ դրա անհրաժեշտությունը կա կամ այդպես չի համարվում, նաև անհրաժեշտ է հրապարակել, թե միջին ասված 1 տարվա ընթացքում, 1 զորակոչի ընթացքում ինչքան մարդ է զորակոչվում զինված ուժեր, որպեսզի հասարակությունը կարողանա գնահատել, թե ձեր ներկայացած թվերը կամ ծրագրերը եւ իմ ասած հանգամանքները ընդհանուր առմամբ դրական թե բացական սալդո են առաջացնում։ Գիտեք, առաջին տեսանկյունից սա հանրության համար ժամկետի կրճատումը ընկալվել է որպես դրական քայլ, կամ ինչպես դուք եք ասում, հանրությանը հաճելի բան է եղել, այդ նախաձեռնություն ա եղել, բայց երբ որ մարդը սկսում է արդեն նաև որոշակի սառը դատողությամբ դիտարկել, արդեն սկսում է մտածել նաև այն մասին, թե այս փոփոխությունը կամ պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատումը միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով իր անվտանգության կամ իր անվտանգության միջավայրի վրա ինչ ազդեցություն ունենալու եւ իմ հարցադրումը ես այս համատեքստում ձեզ ներկայացնում։ Խնդրեմ, պարոն նախարար։ Մենք հնարավորություն ենք ունենալու եւս 3 զորակոչ, այսինքն ամառային զորակոչը, ձմեռային զորակոչը առաջիկա եւ հաջորդ ամառային զորակոչը պաշտպան հայրենացի համար որպես հավելյալ ավելացման հնարավորություն, այսինքն մենք նաեւ մոտավոր հաշվարկ ունենք, հաշվի առնելով նախորդ տարիների տենդենսը, ինչ համալրում կունենանք արդեն այն ժամանակ, երբ որ հունվարի 1-ին զորակոչվողները կզորացվեն։ Եվ նաև սա հաշվի առնելով մենք տեսնում ենք, որ մեր հնարավորությունները մարդկային ռեսուրսի ավելացումը էապես ավելին է լինելու, քան 4225-ն է, որը դուք վկայակոչեցիք, նախկինում ես եմ վկայակոչել։ Այդ թվերը գաղտնի չեն, ես հրապարակել եմ, որովհետև թվերը գաղտնի չեն, անձամբ դրանով զբաղվել եմ, ինձ զեկուցել են, որ գաղտնի չի, դրա բերումով եմ հրապարակել։ Ինչ վերաբերում է զորակոչի թվերին եւ ընդհանրապես զինված ուժերի թվաքանակին, սրանք գաղտնի են, սրանց անդրադարձը կբերի նրան, որ մենք կբացահայտենք բանակի թվաքանակը,
այսինքն փակ քննարկման ժամանակ կամ առանձին քննարկման ժամանակ մենք սրա մասին կարող ենք ձեզ հետ խոսել կամ յուրաքանչյուր պատգամավորի հետ ով գաղտնիություն ունի կարող ենք դրա մասին խոսել ինչ վերաբերում է նրան թե պայմանագրերի խզման կամ նոր պայմանագրերի արդյունքում բացի պաշտպան հայրենիաց ծրագրով քանի հոգի կա ես վիճակագրությանը անդրադառնալով կարող եմ նույն 25 թվականի մասին խոսել չնայած 24-ին էլ վստահ եմ որ ունեցել ենք դրական սալտո բայց 25-ին թվականակը 1000-ից ավելի է այսինքն գնացողների եւ եկողների դրական բալանսը մոտավորապես 1300 է բայց հստակ թիվը չասեմ որովհետեւ 1000-ից ավելին ավելի պատասխանատու կլինի այդ իսկ պատճառով նշեմ 1000-ից ավելի այսինքն սա նույնպես գործոն է որը ցույց է տալիս որ մեր բարեփոխումների մեր կատարած քայլերի արդյունքում գրավչությունը բանակում ծառայելու էապես մեծացել է ոչ միայն պաշտպան հայրենիաց ծրագրով այլև քաղաքացիներ ովքեր նախկինում զինված ուժերում ժամկետային ծառայությունից հետո հիմա ապրում են իրենց քաղաքացիական կյանքով իրենց համար գրավիչ է զինվորական ծառայությունը ինչը շատ ուրախալի փաստ է վստահ եմ դուք էլ դրանով կուրախանաք ու մեր հանրության հիմնական հատվածը ով պատկերացում ունի սրա մասին շնորհակալ եմ Արձագանք մի կողմից իհարկե հղում եք դուք անում ռազմական գաղտնիքի մասին օրենքին եւ չեք հրապարակում այն թվերը որոնք հանրության համար ավելին կարելի կդարձնեն իհարկե ես չեմ պնդում որ զինված ուժերի հետ կապված ոչ միայն չեմ պնդում ես ինքս համարում եմ որ մեծ թվով թվեր կան ցուցանիշներ կան որոնք առհասարակ պետք է չհանրայնացվեն ես մի քիչ զարմացած եմ նաև որ դուք 4225 թիվը հանրայնացրեցիք բայց այստեղ այլ բան եմ նայվել այս մասով ուզում անդրադառնալ քանի որ դուք նաև որպես դրական ուղղություն նաև ատեստացիայի համակարգի մասին եք խոսում տեսեք մի հակասական իրավիճակ է ստեղծվում գնդում սկսած զորամասի հրամանատարից մի շարք պայմանագրային ծառայողներից այդ թվում սպաներ կամ պաշտպան հայրենիացով ներգրաված անձանցից մոտավորապես ունենք այն պատկերը ինչ որ դուք ներկայացնում եք վիճակագրությամբ պայմանականորեն 60-40 այսինքն 60% կամ ավելին դրական գնահատական ստացած 65 հա բայց հիմա տեսեք օրինակ պաշտպանության նախարարության վերահսկողական ծառայությունը գնում է այն հայտնի ինչպես ասում են գրտեի քննությունը անցկացնում գունդը ստանում է 2 հիմա ինչ է ստացվում է զորամասի հրամանատարը հիմնական տեղակալները գումարտակի հրամանատարը մեծ թվով զինծառայողներ 65%-ը ստացել են դրական գնահատական բայց գունդը ստանում է 2 հիմա ես ինչ եմ նայել այս թիվը հիմա այս բանը հիմա հնչեցնում որովհետև ինչ ատեստացիայի մասին օրենքը մտել է վստահ եմ դուք այն հիշում եք ես բազմաթիվ նաև գրավոր առաջարկներ եմ պաշտպանության նախարարությանը ներկայացել տարբեր չափորոշիչների մասով եւ երբ որ պաշտպանության նախարարությունը դա հանրության ներկայացնում է որպես արդյունք որտեղ առաջին հայացքից այո նայում ես ասում ես դինամիկա ունի որոշակի աճի թեև ես բավարար դա չեմ համարում բայց դինամիկա է երևում բայց տալիս են գունդ, որտեղ մեծ թվով զինծառայողներ դրական գնահատական են ստացել, բայց գունդը քննությունը ստանում է ընդհանուր քննությունը ստանում է 2 Սա կարծում եմ նաև պաշտպանության նախարարության համար պետք է լինի մտահոգիչ եւ հատկապես այն տեսանկյունից, որ պետք է հասկանանք, մենք ինչ չափանիշ ենք դնում, որ կարողանանք ճիշտ գնահատենք եւ զորամասը որպես ստորաբաժանում եւ մարդկանց հրամանատարական պաշտոնի եւ այլն։ Եվ դրա համար այս տեսանկյունից կարծում եմ, որ երբ որ մենք ատեստացիայի նաև գործընթացն ենք ներկայացնում դրա ձեր ներկայացած դրական համատեքստում, այստեղ կան խորքում նաև մեծ թվով խնդիրներ, որոնք այդ չափորոշիչներով ներկայացված են եւ ամբողջությամբ իրավիճակը չեն արտացոլում։